Բարի երեկո, եթերում օր լրատվականի հիմնական թողարկումն է եւ այսօր ծրագրում։ Ապրիլյան առճակատումն ապացուցեց, խաղաղության համար միշտ պետք է պատրաստվել պատերազմի։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների գործողությունները գնահատել է Գերագույն գլխավոր հրամանատարը։ Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդից առաջ Ադրբեջանը գնում է սադրիչ քայլի արտգործնախարարների սպասվող հանդիպման ու հայկական կողմի սպասելիքների մասին նախարար Նալբանդյանն է խոսել։ Արցախում են նոր նյութերի հավաքագրման համար արդեն իսկ աշխատում է ապրիլյան պատերազմի մասին պատմվածքի ստեղծման ուղղությամբ։ Արձակագիր Նարինե Աբգարյանին այսօր ընդունել է ազգային ժողովի նախագահը։ Ով է իրականում կորցրել հավասարակշռությունը, հավասար են արդյոք ծխախոտագործներ Մասիս Տոբակո գյուղնախարարություն Եռանկյան կողմերը։ Ժամանակակից տնտեսագիտության խնդիրներով մայր բուհում էր Հրանտ Բագրատյանը, ոչ ֆորմալ կրթության շրջանակներում շրջանակներից դուրս գնահատականներ Արցախի տնտեսությանը։ Ով ոչ միայն օվկիանոսից այն կողմ են սրտադրոպ սպասում այս հարցի պատասխանին, ամերիկացիները ընտրություն են կատարում Քլինթոնի եւ Թրամփի միջև, 45-րդ նախագահի անունը հայտնի կդառնա ժամեր անց։ Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել ավելի քան 30 անգամ։ Այդ ընթացքում տարբեր դրամաչափի ռազմական զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 գրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Պաշտպանության բանակի Տիգրանակերտ զորավարժարանում այսօր անցկացվել է գնդայի մարտավարական զորավարժություն։ Մտահղացման համաձայն հակառակորդը հանկարծակի հարձակվում է զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների վրա եւ մեր զորքերն անցնում են պաշտպանության։ Որպես սցենարի շարունակություն մի քանի բնագիծ նահանջելով պաշտպանության բանակը բարելավում է դիրքերն ու անցնում հակագրոհի։ Մարտական հրաձգությամբ զորավարժության այսօր հետևել է նաեւ նախագահ Բակո Սահակյանը։ Երկրի ղեկավարը շնորհավորել է զինծառայողներին զորավարժության ժամանակ ցուցաբերած բարձր արդյունքների առթիվ եւ մարտական խնդիրը լավագույն կատարողներին պարգևատրել արժեքավոր նվերներով։ Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Նացականյանը, պաշտոնատար այլ անձինք։ Գնդային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգության պայմաններով 2016 թվականի զորքերի պատրաստության պլանով պաշտպանության բանակը կատարելագործում է մասնակից անձնակազմի մարտավարամասնագիտական ունակությունները, իդեպ զորավարժությանն օգտագործվում են նոր զինատեսակներ եւ ժամանակակից տեխնիկական միջոցներ։ Զորավարժության մտահղացման համաձայն հակառակորդը հանկարծակի հարձակվում է Արցախի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների վրա։ Պաշտպանության բանակը նախնական շրջանում անցնում է պաշտպանության ու դիմակայում հակառակորդի առաջխաղացմանը։ Մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները հրամանատարների որոշմամբ նահանջում են մի քանի բնագիծ։ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ասում է, զորավարժության դեպքերը զարգանում են ինչպես ապրիլյան պատերազմում։ Այսօրվա մեր զորավարժությունները, որ նախապատրաստել եւ անց են կացել, դա առաջերտին բխում է հակառակորդի այս վերջի ժամանակահատվածում իրականացրած միջոցառումներից եւ գործողություններից։ Եվ մենք տեսնում ենք, որ ամեն ինչ անում են, որպեսզի նախապատրաստեն հարձակողական գործողությունների եւ դա առաջերտին դրանք կանխելու եւ երկրորդ հերթին համարժեք համապատասխան գործողություններ իրականացնելու կապակցությամբ է, որի ընթացքում մենք ստուգել ենք մեր զորքերի պատրաստականությունները բարձր աստիճանների բերելու, մենք ստուգել ենք մեր հրամանատարների գործնական ունակությունները տեղում որոշումներ ընդունելու եւ իրագործելու եւ միաժամանակ մենք ստուգել ենք, որպեսզի մեր շտաբները նման գործողությունների ժամանակ գործեն ներդաշնակ եւ փոխգործողությունները իրականացվի արդյունավետ։ Գնդային մարտավարական զորավարժությանը մասնակցել են պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերը։ Բանակի մարտական պատրաստության բաժնի պետի խոսքով զորավարժության հիմնական նպատակներից մեկը մասնակից ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունն է։ Ըստ մտահղացման Արցախի զինված ուժերը քիչ հետո բարելավում են նախկին դիրքերը։ Գնդապետ Սուրենյանը հիշեցնում է, զորավարժությունն առավելագույնս մոտ է իրականությանը։ Զորավարժության մտահղացման համաձայն ստորաբաժանումները կրում են մարտական հերթապահություն ուժեղացված կազմով եւ հակառակորդի հետախուզական հատուկ նշանակության խմբերի հանկարծակի հարձակումը ետ մղելու համար նրանք հերթապահ ուժերի միջոցների հետ միասին դիմագրավում են հարձակումը, այնուհետև հակառակորդը փորձում է տանկային ստորաբաժանումները մարտի մեջ մտցնել, առաջ քաշել մարտի մեջ մտցնել եւ հերթապահ տանկային մոտորաձգային ստորաբաժանումներով
կարճ ժամկետներում ծավալելով կրակային բնագծերում նրա հետագա մխրճումը կանգնեցվում է։ Ինչպես իրականում, այնպես էլ զորավարժարանում պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի գործողություններին դիմակայում են այնքան, մինչև օգնության են հասնում մյուս զորատեսակները։ Առանձին դեպքերում խրամատներում հայ դիրքապահները ձեռնամարտի են բռնվում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հետ։ Բանակի արևելյան ուղղության զորամասերից մեկի հրամանատարն իրականում նման դեպքերը չի բացառում, ուստի մշտապես կատարելագործում են հետևակի ֆիզիկական կարողություններն ու արդյունքը տեսանելի է։ Կոնկրետ պաշտպանական շրջանը խնդիր ուներ պետական սահմանի պահպանության ժամանակ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի կողմից խնդրի հաջող կատարման դեպքում հետ քաշվող ստորաբաժանումները, որոնք որ զբաղեցրել են երկրորդ խրամատը, կանացնել մխրճված հակառակորդին, այնուհետև հակագրոհել, վերականգնել առաջնային եզրի դրությունը եւ վերջում իրականացնել դիրքերի բարելավման համաձայն պլանի իրականացնել դիրքերի բարելավման խնդիրներ։ Հրետանու կրակի ապահովման պայմաններում եւ տանկային ստորաբաժանումների աջակցությամբ պաշտպանության բանակն արդեն անցնում է հակագրոհի։ Զինված ուժերի տանկային բրիգադներից մեկի հրամանատարը տանկիստների գործողություններից գոհ է։ Ըստ գնդապետ Հայրապետյանի, տանկային ստորաբաժանումն ապահովել է 90%-անոց արդյունավետ խոցում։ Մեկ ստորաբաժանման կազմով իրականացվել է մարտական հրաձգությամբ տեսել եք թիրախային իրադրությունը, ստուգվել է միջնորդների կողմից 90% խոցման աշճանն է։ Խնդիրը եղել մխրճված հակառակորդին կանգնեցնել, բարենպաստ պայմաններ ստեղծել ու իրականացնել հակագրոհ, որն էլ դուք տեսել եք հրաձգության ժամանակ։ Նորմալ իրականացրել է իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ապրիլյան առճակատումից հետո արված եզրահանգումները գործնական դրսևորումներ են ստացել զորավարժարանում։ Զորավարժության ընթացքում օգտագործվել են նոր զինատեսակներ ու տեխնիկական ժամանակակից միջոցներ։ Պաշտպանության բանակի հրամանատարը փակագծերը չի բացում։ Փակագծերը բացվում են միայն իրական պայմաններում եւ հետևանքները հակառակորդը զգում է սեփական մաշկի վրա։ Իհարկե մենք նոր զինատեսակներ, նոր դրվագներ մենք խաղարկել ենք տվյալ զորավարության ժամանակ, մենք ունեցել ենք միջոցներ, որ մինչև այդ ընդհանրապես չի գործարկվել, բայց մենք դրանք չենք բարձրացնում, մենք դրանք չենք ասում, պարզապես մենք դրանք կիրառումը փորձարկում ենք եւ աշխատում ենք, որպեսզի փոխկապակցվածությունը մնացած ստորաբաժանումների գործողությունների հետ լինի շահկապված եւ լինի արդյունավետ։ Զորավարժության նորություններից մեկն էլ լրագրողների աշխատանքն էր պատերազմական պայմաններում։ Զանգվածային լրատվամիջոցները դեպքի վայր են հասնում կազմակերպված։ Վերջին իրադարձություններից հետո բանակն այս ուղղությամբ գործնական քայլեր է արել, այնպես որ ռազմական ակտիվ գործողությունների ժամանակ տեղեկատվությունը լինի համարժեք հայ զինվորի գործողություններին։ Մենք երեկվանից աշխատում ենք զորավարության ֆոնի վրա, հրահանգավորում, զորաբաժանումների սաղավարտների ստացում, նաև ինչու՞ չէ մեկս մյուսին լրացնելով, թերությունները շտկելով, այսօր մենք իրագործել ենք աշխատանք, որը մեզ անհրաժեշտ է պատերազմի վերսկսման դեպքում։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների գործողությունները գնահատել է գերագույն գլխավոր հրամանատարը։ Բակո Սահակյանի խոսքով հայ զինվորն իր առջև դրված խնդիրն ամեն օր կատարում է փառքով եւ մնում հավատարիմ իր համեստ կերպարին։ Ապրիլյան առճակատումն ապացուցեց, խաղաղության համար միշտ պետք է պատրաստվել պատերազմի։ Պարոնակ գեներալներ, սպաներ, զինվորներ, ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում հերթական զորավարժությունների հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Այս զորավարժությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին մեր զինված ուժերի հզորությունը, մատնանշելով միաժամանակ հետագա անելիքները։ Պաշտպանության բանակը մեր անկախ պետականաշինության ամենամեծ ձեռքբերումն է, մեր երկրի անկախության, ինքնիշխանության, ժողովրդի անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկը։ Մենք բոլորս ողջ հայությունը հպարտանում ենք մեր քաջարի զինվորներով, ովքեր իրենց ամենօրյա համեստ ու խիզախ կեցվածքով պատվով իրականացնում են հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը, յուրաքանչյուր վարքյան պատրաստ լինելով կասեցնել թշնամու ցանկացած ոտնձգություն։ Դրա վառապացույցը եղավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ձեր ցուցաբերած սխրանքը։
Պաշտպանության բանակի ձեռնարկած գործողությունների արդյունքում թշնամին հետ շպրտվեց, կրելով նյութական, մարդկային ու բարոյական մեծ կորուստներ։ Մենք ագրեսոր չենք, բայց հակառակորդը միշտ պետք է զգա մեր ուժը, պետք է իմանա, որ իր ցանկացած արկածախնդրություն կունենա կործանարար հետևանքներ առաջին հերթին սեփական պետության եւ ժողովրդի համար։ Միայն այս ձևով է հնարավոր պահպանել խաղաղությունը, կայունությունը մեր տարածաշրջանում։ Այլ ընտրանք պարզապես մենք չունենք։ Խնդիրները, որոնք լուծում է պաշտպանության բանակը, եղել են, կան եւ կմնան մեր պետության համար ամենակարևոր եւ առանցքային ուղղություններից։ Իշխանություններն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում են պահելու բանակաշինության, մեր երկրի պաշտպանողության շարունակական ամրապնդման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման հարցերը։ Վստահ եմ, պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարությունը, հրամանատարական բոլոր օղակները այս ու մյուս զորավարժություններից կանեն անհրաժեշտ հետևություններ եւ կիրականացնեն համապատասխան աշխատանք զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման ուղղությամբ։ Սիրելի զինծառայողներ, միշտ հիշեք, որ մեր ժողովուրդն ու պետությունը ամեն պահի ձեզ հետ են, ձեր կողքին եւ պատրաստ են անել հնարավորը, որպեսզի դուք կարողանաք հաջողությամբ ու բարձր մակարդակով իրականացնել ձեր ծառայությունը, հայրենիքի հանդեպ ձեր սրբազան պարտքը։ Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, քաջառողություն, անփորձանք ծառայություն եւ ամենայն բարիք։ Զորավարժության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին նախագահ Սահակյանը պարգևատրել է արժեքավոր նվերներով, պարգևներ էր նախատեսել նաև պաշտպանության նախարարը։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, Մերուժան Հայրապետյան, օր։ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը։ Ամփոփելով վերջին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, Աշոտ Ղուլյանը նշել է, որ սահմանադրության նախագիծը պատրաստ է հանրությանը ներկայացնելու համար։ Մասնագիտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ փաստաթուղթը մշակվել է հանրապետության նախագահի հավանությանն արժանացած հայեցակարգի շրջանակներում։ Սահմանադրության հրապարակվող նախագիծն աշխատանքային տարբերակ է։ Նոյեմբերի 10-ից կմեկնարկի հանրային քննարկումների շարքը, ներկայացված նախագծի շուրջ հասարակության կարծիքներն ու առաջարկությունները ստանալու համար, որից հետո միայն սահմանադրության նախագիծը կներկայացվի հանրապետության նախագահին, նշել է Աշոտ Ղուլյանը։ Համաձայն սահմանված կարգի հանրապետության նախագահի հավանությունը ստանալուց հետո սահմանադրության նախագիծը կներկայացվի ազգային ժողով, որին կհաջորդի քննարկումների ևս մեկ փուլ։ Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին։ Հանդիպման օրակարգային հարցերի թվում էր նաև Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։ Էդվարդ Նալբանդյանն իր իտալացի պաշտոնակցին է ներկայացրել բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը։ Հայաստանի արտգործնախարարը կարևորել է Իտալիայի որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկրի դիրքորոշումը սատարելու եռանախագահների ջանքերին եւ նրանց կողմից որպես մեկ ամբողջություն առաջարկվող միջազգային իրավունքի 3 սկզբունքների՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության հիման վրա հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հասնելու համար։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին։ Այլ հարցերի թվում Նալբանդյանն անդրադարձել է Համբուրգում սպասվող արտգործնախարարների հանդիպմանը։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը հստակեցրել է, համանախագահները նման հայտարարությամբ հանդես չեն եկել, եղել է ընդհանրապես ցանկություն, եւ հիշեցրել, որ մի քանի ամիս առաջ Ադրբեջանը ընդհանրապես հրաժարվում էր անգամ եռանախագահների հետ հանդիպել եւ ասում էր, որ համանախագահներն անօգուտ զբոսաշրջիկներ են։ Իհարկե մենք պատրաստ ենք մասնակցել բանակցություններին, դա
այս զարգացումները մինչև Համբուրգ ցույց կտան, որովհետև ինչպես միշտ Ադրբեջանը նորից սրում է իրավիճակը եւ հիմա հայտարարել է լայնածավալ, ուրեմն ռազմական զորավարժությունների մասին, որտեղ մասնակցելու է համարյա թե ադրբեջանական բանակի ամբողջ ներուժն է ներգրաված լինելու այդ ուրեմն զորավարժությունների։ Դա խախտում է նաև Վենայի փաստաթղթի, որին համաձայն պետք է իրենք 42 օր առաջ տեղակ պահեին, եթե միայն 9000-ի է հասնում արդեն զորքերի մասնակցություն, բայց խոսում են 60,000-ի եւ ոչ միայն տեղակ չեն պահել, այլ նաև Համբուրգից առաջ գնում են այսպիսի քայլի, որը իհարկե սրում է իրավիճակը եւ բացի նրանից, որ նաև սասկացել են խախտումները հրադադարի, թե շփման գծում եւ թե ընդհանրապես հակամարտության գոտում։ Միացյալ Նահանգներում այսօր ընտրության օր է։ Ով կդառնա այդ երկրի 45-րդ նախագահը, թեժ պայքար է ընթանում հանրապետական Դոնալդ Թրամփի ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև։ Վաղաժամկետ քվեարկելու իրավունքից օգտվել է շուրջ 46 միլիոն մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Քվեարկել են նաև էլեկտրոնային փոստով։ Ուղարկված քվեաթերթիկներից շատերն առանձին նահանգներում ընտրական հանձնաժողովները դեռևս շարունակում են ստանալ։ Այդ պատճառով վաղաժամկետ քվեարկման իրավունքից օգտված քաղաքացիների վերջնական թիվը կարող է աճել։ Նշեմ, որ այդ ձայները դեռ չեն հաշվի, մինչև որ բոլոր ընտրատեղամասերը չփակվեն։ Իդեպ դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շահել է առաջին քվեարկությունը, որն ավանդաբար կեսգիշերին անցկացվում է Դիքսվիլ Նոչ բնակավայրում։ Կեսգիշերից հետո քվեարկել են նաև Նյու Հեմփշիրի նահանգի Հարթս Լոքեշն եւ Միլֆիդ բնակավայրերը, հաղորդում է Ինտերֆաքսը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով Իրանի նախագահը Հայաստան կայցելի ամենայն հավանականությամբ մինչև տարվա վերջ, եւ այն պետք է գնահատել որպես ամփոփիչ։ Վերջին շրջանում Հայաստան-Իրան գործակցության շրջանակում զգալի քայլեր են իրականացվել, որոնք տվել են իրենց արդյունքները։ Ժամանակն է, որ այդ արդյունքներն ամփոփվեն ու նախանշվեն նոր ծրագրեր։ Հասան Ռոհանին Հայաստանում դեռ չի եղել ու սա կլինի նրա առաջին այցը։ Հայաստան-Իրան հարաբերություններում նոր շրջափուլ սկսվեց այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո։ Առաջին պլան մղվեց էներգետիկ գործակցությունը։ Իրանը կառուցում է 3-րդ բարձրավոլտ էլեկտրագիծը, օրակարգում է Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ համաձայնությունը հյուսիս-հարավ էներգետիկ համակարգի ստեղծման շուրջ։ Նոր զարգացումներ կան Իրանից Հայաստանի տարածքով դեպի Վրաստան գազի արտահանման հարցում։ Հայաստանը ստեղծել է հատուկ պետական ընկերություն, որը պետք է զբաղվի իրանական գազի դեպի երրորդ երկիր, մասնավորապես Վրաստան արտահանմամբ, եւ այդ կազմակերպության ղեկավարը ընդամենը մի քանի օր առաջ այցելելով Իրան, ստորագրել է իրանական կողմի հետ, նախաստորագրել է ավելի ճիշտ հուշագիր։ Հայտարարությունները, թե Ռուսաստանը կարող է չթույլատրել Հայաստանի տարածքով գազի արտահանումը ուռճացված են, ասում է իրանագետը։ Հակառակը Ռուսաստանը շահագրգիռ է Հայաստանի օգնությամբ թույլատնելու Վրաստանի գազային կախվածությունը Բաքվից։ Ռուսական կողմի շահագրգռվածությունը կրկնեն Վրաստանին ներքաշելու սեփական ազդեցության դաշտ թույլ է տալիս ռուսական կողմին ցուցաբերել մասնակցային մոտեցում։ Այլ խոսքերով Վրաստանին առաջարկել Բաքու, Թբիլիսի, պատկերավոր Անկարա առանցքին զուգահեռ Թեհրան, Երևան, Թբիլիսի, Մոսկվա առանցք, որը տնտեսապես էլ ձեռնտու է Վրաստանի համար։ Իրանը դեռևս պատրաստ չէ գումարներ ներդնել Իրան-Հայաստան երկաթգիծը կառուցելու համար։ Պատժամիջոցների վերացումից հետո այդ երկիրը զբաղված է իր տնտեսությունը վերականգնելու խնդիրներով։ Վարդան Ոսկանյանը հորդորում է չհավատալ ադրբեջանական կողմի քարոզչական հնարքներին, թե Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։ Շատ հաճախ սխալ էքսպերտային գնահատականներ են տրվում, թե մինչև այս տարվա վերջ Իրանը ավարտելու է այդ երկաթուղու հատվածի կառուցումը։ Իրանը մինչև այս տարվա վերջ, այս տարի ասելով նկատի ունենք իրանական տարին, որը ավարտվում է մարտին, ավարտում է միայն Ղազվին Ռաշտ հատվածը։ Ռաշտից Աստարա հատվածը որևէ շինարարության գործողություն չի իրականացվել։ Իրան-ԵԱՏՄ հարաբերություններն այժմ դանդաղ են զարգանում, հայկական կողմն ըստ իրանագետի ամեն ինչ անում է աշխուժացնելու Իրանի հետ եվրասիական գործակցությունը։ Այս փուլում քննարկվում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցը։ Օրերս մեր նկարահանող խումբը Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում էր։ Համայնքի ղեկավարը գյուղի առօրյայի մասին խոսելով ասաց նաև, որ խնդիրներ ունեն Մասիս Տոբակո ընկերության Իվանյանի մասնաճյուղի հետ։ Գետավանում այս տարի առաջին անգամ են ծխախոտաչեցնում։ Իսկ արդեն 6-րդ տարին Արցախցի հողագործների հետ համագործակցող Մասիս Տոբակոից երբևէ բողոքներ չեն եղել։ Մեր թղթակիցը կնճիռը պարզելու համար հանդիպել է բոլոր կողմերի հետ։
դժգոհ ենք Մասիս տաբակոյի թութունի ընդունման կետից, որովհետև թութունի ընդունման կետում իրանց կշերքի մեջ մեծ տարբերություն ա տվել։ Թութունը կշռել ենք մեկ այլ կշերքում, սակայն 1 տոննա 4 տոննա 500-ի մեջ տարբերություն ա տվել։ Ես ուզում անձամբ իրանց տնօրինությունը իմանալ, որ ծխախոտը գյուղացին անում է մեծ դժվարությամբ։ Պետք է այդ ընդունման կետում նորմալ մարդիկ տնեն, որպես նորմալ աշխատեն, մարդիկ իրաց տարած բերքը կարողանան հանձնել։ Մեղադրանքը հասցեական էր եւ բավականին լուրջ, միևնույն ժամանակ ինչ որտեղ անհավատալի 1 տոննա տերևը Կաշենից Իվանյան ճանապարհին որտեղ պիտի չքանար։ Արարատ Զաքարյանը ձեռքի տակ ստորագրված, բայց անանուն թերթիկ ուներ կշռված բերքի քանակի մասին։ Դրանի պատասխան Մասիս տոբակոյի Իվանյանի ընդունման կետում կշեռքի պետական հավաստագիրը մեզ տրամադրեցին եւ առաջարկեցին այլ ծխախոտագործների հետ զրուցել։ Մեր կշերքը ամեն տարի չափագիտության ազգային մարմինից գալիս են չափագրում ստանդարտացնում մեր կշերքը, ունենք վկայականը։ ԼՂՀ գյուղնախարարությունում խնդրին պարզվեց տեղյակ են։ Նախարար Արամ Մխոյանն ասում է, որ Մասիս տոբակոյի կշերքին չհավատալու պատճառ չունի։ Հավատը միայն պետական հավաստագրով չէ հաստատված, այլ նաև տասնյակ այլ ծխախոտագործների խոսքով։ Նրանց հետ նախարարը խոսում է մեր ներկայությամբ։ Ինձ հետաքրքրում է կշերքը նորմալ կշռում են։ Շատ լավ, շատ լավ։ Մասիս տոբակոյից Գետավանի գյուղապետի դժգոհության պատճառը միայն կշերքը չէր։ Ճիշտ ասած նախապատրաստված էինք 14 հեկտար ցանեինք, բայց սատիլի պակասության համար, սատիլ չտրամադրելու համար ցանել ենք ընդամենը 3 հեկտար, այն էլ ուշացումով։ Գյուղնախարար Արամ Մխոյանը պատմում է ողջ պատմությունը։ Գետավանում ծխախոտագործությունը ավանդույթներ ունի։ Դրանք վերականգնելու հարցում շահագրգռված էին եւ կառավարությունում եւ համայնքում։ Մասիս տոբակոն էլ համաձայնեց։ Թվում էր ձեռնարկը պիտի հաջողություն ունենար, ինչպես մյուս համայնքներում էր։ Մանավանդ որ գյուղացիների սեփականաշնորհված դաշտերի միավորումից հետո մշակության ողջ հոգսն իր վրա էր վերցել համայնքի ղեկավարը, ով նաեւ մեքենատրակտորային կայան ունի։ Պետական աջակցությամբ ապակա դաշտում մի շարք աշխատանքներ իրոք կատարվեցին։ Այդ ամբողջ աշխատանքի հողային եւ ռոկման աշխատանքները կազմակերպելու արդյունքում նախապես պայմանավորված 20-30 հեկտար հողատարածքից Գետավանում ընդամենը ծխախոտագործությամբ զբաղվեցին 3-4 հեկտարի վրա։ Մասիս տոբակոյի մասնաճյուղում սպասում էին, որ Գետավանում առնվազն 10 հեկտար դաշտ պիտի ունենան։ Մայիսին, երբ սածիլը պիտի դրվեր, Գետավանում դեռ անպատրաստ էին։ Առաջին սածիլները դրեցին հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին։ Ընկերության ներկայացուցիչը հերքում է 14 հեկտար պատրաստի դաշտի մասին գյուղապետի ասածը։ Մենք 14 հեկտար պատրաստած հող այնտեղ չենք տեսել, իսկ հողային աշխատանքները կատարվել են ուշացմամբ եւ ինքը հասել է դնի մշակի 3 հեկտար։ Արարատ Զաքարյանն ասում է, որ այդքանից հետո ընկերությունն իրենց նաև անորակ սածիլ է տրամադրել։ Մասիս տոբակոյում այս կարծիքի հետ իհարկե համաձայն չեն։ Ծխախոտագործն ինքը պիտի գար ու տաներ սածիլը, չեկավ։ Քանի որ իրան առաջի տարիներ մենք օգնում ենք իրան, մենք ինքներս ենք մեր աշխատողը սածիլը հասցնում իրանց մոտ։ Եթե դժգոհություն ա եղել, տեղում պիտի ասել։ Գետավանի գյուղապետը եւս մեկ խնդիր էր մատնանշել։ Յուրաքանչյուր մշակվող հեկտարի դիմաց Մասիս տոբակոն սովորաբար 200,000 դրամ է վճարում, իրենց չեն վճարել, եւ ծխախոտն աճեցրած գյուղացիներին ինքը վճարել է սեփական գրպանից։ Մասիս տոբակոյում հակադարձնում են, գյուղապետը պետք է փաստաթղթեր ստորագրեր, չի ստորագրել։ Եթե սածիլները դնում են դաշտում, մեր աշխատողները գնում են այդ դաշտը չափագրում եւ իրենց հեկտարի 200,000 դրամ կանխավճարը տալիս են։ Իսկ քանի որ ինքը սածիլի փաստաթղթը չի ստորագրել, մենք չենք կարող այդ դաշտը չափագրել եւ ներկայացնել իրան գումար փոխանցելու համար։ Պետական աջակցությամբ եւ մասնավորի օժանդակությամբ Գետավանում ծխախոտագործության ավանդույթների վերականգնման փորձն հա այսպիսի կնճռոտ ուղի ունի։ Որ ճյուղի զարգացումը տարածաշրջանին անհրաժեշտ է, գյուղնախարարը չի կասկածում։ Դա նույնիսկ դժգոհ գյուղապետն է հաստատում։ Մավորները լրիվ գոհ են, ծխախոտը անհրաժեշտ է գյուղի զարգացման համար, երևում այն մի օրն էլ թեկուզ 20-23 հոգի որ աշխատել են, այդ օրը երևում է գյուղին բոլոր շարժերը, թե խանութներին, թե մարդ գնում է մեկը մի հատ հավա առնում, մեկը մի կիլո պանիր առնում, այդ գումարը մեծ հաճույքով են իրանք վաստակում,
մեծ հաճույքով են իրանք աշխատում։ Իրավիճակն ինչ զարգացում կունենա հաջորդ տարի, ցույց կտա ժամանակը, որ կազմակերպչական բազմաթիվ խնդիրներ է վերհանել առաջին փորձը ակնհայտ է։ Իդեպ, այսօր Իվանյանից մեզ տեղեկացրին, որ Գետևանի գյուղապետը եկել եւ ստացել է հանձնված բերքի դիմաց վճարման քարտը, առանց բողոքարկելու բերքի քանակը։ Գումարն արդեն փոխանցված է։ Լուսինե Ավանեսյան, Արտավազդ Գրիգորյան, Հայկ Բաբայան, օր։ Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հյուրընկալվել Արցախի Մայրբուհում ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման թեման ներառում է ժամանակակից տնտեսագիտության խնդիրները։ Հրանտ Բագրատյանը 61 գիտական հոդվածների եւ 9 մենագրությունների հեղինակ է։ Իր պնդմամբ նա հանդիսանում է երրորդ տնտեսագիտության մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը, ինչը համարում է իր գիտական ամենամեծ նվաճումը։ Նրա կարծիքով միկրոէկոնոմիկայից եւ մակրոէկոնոմիկայից բացի կա նաեւ մեգաէկոնոմիկա, որտեղ պետության նպատակները փոխվում են։ Հանդիպմանը Հրանտ Բագրատյանը ներկայացրել է աշխարհի ժամանակակից տնտեսական խնդիրները, բացատրել մեգաէկոնոմիկայի հիմունքները եւ պարզաբանել այն հիմնահարցերը, որոնք վերաբերում են տնտեսական հիմնական մարտահրավերներին, եւ թե ինչպես է Հայաստանը դիմակայում դրանց։ Տնտեսագետը մտահոգիչ է համարում տնտեսության այսօրվա վիճակը։ Խնդիրը խորքային է եւ բանախոսն այն դիտարկում է հետեւյալ համատեքստում. ընդհանուր միջավայրում մեր երկրի մրցունակությունը բարձրանում է, թե ոչ։ Տնտեսական արկա դժվարությունները հաղթահարելու եւ ստեղծված իրավիճակից հնարավորին չափ օգուտով ելքի համար նշում է 3 հիմնական կետերը։ Առաջինը՝ պիտի սովորենք խնայել։ Մեր մոտից արտագաղթում են փողը ուղարկում Հայաստան, որ Հայաստանը ապրի, եւ դժբախտությունը եւ այդ փողը երբեմն ոչ թե բարեբախտություն, այլ դժբախտություն, որտեղ այդ փողը գնում է սպառման, իսկ հետո սպառման ձևով խոշոր ընկերությունների կողմից փողը հետ դուրս է հանգում։ Նախկին վարչապետը լուրջ վտանգ է տեսնում խոշոր եւ փոքր ձեռնարկատիրությունների միջև արկա հարաբերությունները, սխալ է համարում տնտեսության կենտրոնացումը։ Ես կարծում եմ, որ այսօրվա Հայաստանում մինչև վերջ չի հասկացվում կամ երբեմն նույնիսկ ընդհանրապես չի հասկացվում փոքր ու միջինի դերը։ Մենք չենք ստանում միջին դաս, չենք ստանում միջին հպարտանում ենք, ասենք ամեն անգամ մի խոշոր օբյեկտ բացելու, խոշոր առևտրի կենտրոն բացելու առանց մոռանալով, որ դա փակում են 1000 տկովի տալիս։ Երևանում է արտադրվում հանրապետության հնայի 98%-ը։ Տնտեսագետի պնդմամբ անհամաչափ զարգացումը եւս իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսության վրա։ Անհամաչափ զարգացում են տենում եւ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում։ Նշեմ, որ Լեռնային Ղարաբաղում վիճակը համարում եմ համեմատաբար ավելի բարվոք, բայց մենք դարձնում ենք քաղաքապետություններ։ Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը կողմնակից է ինտեգրացիային, ինչը կարծում է Հայաստանի եւ Արցախի միջև բացակայում է։ Դուք չեք տեսնի մի արտադրություն, որ Արցախում հումքն է արտադրում կամ կիսաֆաբրիկատը տանում Երևանում հավաքում են կամ հակառակը։ Չնայած մենք անդադասում ենք Արցախ, տնտեսության ինտեգրացիան Հայաստանի հետ ընդհանրապես բացակայում։ Եվ քանի որ էկոնոմիկան մնում է չինտեգրված փոքր, այն ինչ որ հիմա լավ է, հնա է ապահովում, վաղը կարող է կանգ առնել։ Նա չի վերարտադրվում ավելի մեծ միջավայրում, որը դարձնում է տնտեսական աճը, զարգացումը կարող է ժամանակին դարձնել անկայուն։ Արցախի տնտեսության մասին Հրանտ Բագրատյանը խոսում է դրական։ Հայաստանի համեմատ վերջին տարիներին այն ավելի լավ վիճակում է։ Բնակչության մեկ շնչին ընկնող խնայով Արցախն արդեն հավասարվել է Հայաստանին, այն դեպքում, երբ 90-ին հետ էր մնում 3 անգամ, իսկ պատերազմի հետևանքով տնտեսությունը 84%-ով ավերվել էր։ Ավելին, տնտեսական աճի տեմպերը, եթե վերցնենք 2016-90-ի համեմատ, Արցախում աճի տեմպն ավելի բարձր է, քան նույնիսկ Ադրբեջանում։ Մոտավորապես 2 անգամ բարձր է, քան Հայաստանում։ Մի 10% էլ բարձր, քան Ադրբեջանում։ Գոհար Ռուստամյան, Աշոտ Գասպարյան, օր։ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանի եւ նրան ուղեկցող անձանց։ Նարինե Աբգարյանի երկնքից 3 խնձոր ընկավ ստեղծագործությունը նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած Յասնայա Պալյանը գրական մրցանակաբաշխության 21-րդ դար գլխավոր անվանակարգում ժյուրիի կողմից ընտրվել է հաղթող։ Ողջունելով հյուրերին, խորհրդարանի նախագահը շնորհավորել է հեղինակին հաղթանակի կապակցությամբ եւ կարեւորել հայանպաստ այն աշխատանքը, որ նա կատարում է արտերկրում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Նարինե Աբգարյանը նշել է, որ այսօր էլ Արցախում է նոր նյութերի հավաքագրման նպատակով եւ որ արդեն իսկ աշխատում է ապրիլյան պատերազմի մասին պատմվածքի ստեղծման ուղղությամբ։ Հանդիպմանը, որին մասնակցել է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը, քննարկվել են Նարինե Աբգարյանի գրքերի հայրենիքում եւ աշխարհի հայաշատ վայրերում տարածման եւ հանրայնացման հարցերը։ Նարինե Աբգարյանի արցախցի երկրպագուներին տեղեկացնեն, որ նոյեմբերի 10-ին Արցախի պետական համալսարանում տեղի կունենա հանդիպում ռուս ժամանակակից գրականության վառ ներկայացուցչի հետ։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մնացեք խաղաղությամբ։
Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամացություն առանց ստեղումների եղանակ։ Վարկյանում 2-ից 7 մետր արագությամբ արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը 4-ից 8, ցերեկը 16-ից 20 աստիճան տաքություն։